Ու անverջ կան անհաջողություններ, որ չգիտեմ, մամայիս ենք վիրահատում, մեքենաս եմ խփել, չգիտեմ, քրոջս վիրահատությանը փող ա պետք ու անընդհատ ինչ որ տարբեր պատրվակներով զանգում են գումար են ուզում, որ բնականաբար այդ գումարը վատն են խաղատներում ու ինձ հետաքրքիր է էլի, այդ կարմիր դրոշակները դուք չեք տեսնում, ինչքան կարելի է անընդհատ այդ գումարը տալելի հիմարաբար տալելի հավատալ այդ ստին, չէ՞ որ պարզից էլ պարզ է, որ ձեր առաջ կանգնած է մի մարդ, ով թքած ունի, թե դուք քանի ժամում եք աշխատել այդ 8000 դրամը, որ օրինակ այդ 8000 դրամը դուք աշխատել եք քրտինքով, աշխատել եք ձեր ժամանակի, կյանքի, առողջության հաշվին, բայց իր համար դա մի րոպե էր, ինքը վատնեց ու թե երբ կտա այդ գումարը հարց է։ Դրա համար եկեք ամեն անգամ չմտածենք էլի, որ մեղ կա, դժվարության մեջ է տղեն, եկեք իսկապես ուշադիր լինենք, որ կան դեպքեր, որ մեզ ուղակի խաբում են։ Ու այնքան պարզ են խաբում, որ եթե մենք ուղակի մի պահ որպես ծնող, որպես եղբայր, որպես ընկեր ուզենանք այդ սուտը տեսնենք, մենք դա կտեսնենք։ Ուղղակի մենք չենք ուզում դա տեսնել, մենք ուզում ենք շարունակել այդ մեսիական, հա, այդ դերը, որ ես կփրկեմ, այս անգամ էլ ձեռ կբռնեմ, ձեր բառերով ասեմ, բայց արդյունքում ուղղակի ամրապնդվում է այդ վարքը։